Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Վաղարշակ Արամյան եւ մետաֆիզիկա ցուցադրությունը, որը նոր հայացք է արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։ Սա նկարչի հետմահու երկրորդ անհատական ցուցահանդեսն է։ Հայրիկի 80-ամյակն է այս տարի եւ 20 տարի է անցել, ինչ նա արդեն մեզ հետ չի եւ կարծում եմ իսկապես ժամանակը արդեն փողոց էր հասունացել կազմակերպել նորից մի ցուցադրություն, թարմ հայացքով նայեցի ու նույն ժամանակ ես այդ ներկայությունը շատ էի զգում ընդհանրապես էպոխայի հայրիկի իր ընկերների, որոնցից շատերը չկան։ Վաղարշակ Արամյանի համար աշխարհը միայն նյութական չէր, նա հստակ տեսնում էր իրականի եւ երևակայության սահմանագիծը։ Այդ գաղափարն է ընկած նրա արվեստի հիմքում, նրա ստեղծած կերպարներն ու առարկաները փոխակերպվում են ստեղծելով յուրահատուկ աշխարհ։ Բոլոր այն նախագծերը, ցուցադրությունները, որոնցում որևէ կերպ ներգրավված է եղել Վաղարշակ Արամյանը, հիմնականում ներկայացրել են ավելի ուշ հասուն շրջանի ձևավորված նրա վիզուալ լեզուն, իսկ մենք փորձեցինք ավելի հետահայաց անդրադառնալ իր թողած ժառանգությանը եւ ցույց տալ ամբողջ ընթացքը։ Թեև Արամյանի պատկերային լեզուն երբեմն հիշեցնում է սյուրռեալիզմ, համադրողի խոսքով գաղափարապես այն ավելի մոտ է մետաֆիզիկական նկարչությանը, իրականությունից անդին թափանցելու ձգտմամբ։ Կարելի է առանձին լրիվ շեշտադրված տեսնել գրաֆիկական աշխատանքները, որոնք ցուցադրվում են առաջին անգամ, կարելի է առանձին հետևել այդ սահմանային ստեղծագործություններին, իր վաղ շրջանի որոշակի նախնական առնչություններ, նույնիսկ ազգային մոդեռնիզմի որոշակի գունապլաստիկական մտածողությանը, այսպես ձևավորման շրջանը, ինչպես է նա արդեն հարում մետաֆիզիկական նկարչությանը, եւ առանձին նաև կարելի է տեսնել հենց մետաֆիզիկական նկարչությանը սյուրռեալիստական ոգով այդ աշխատանքների առանձին շարքը։ Արամյանն իրեն բնորոշում էր որպես զարմացող մարդ, այդ գաղափարն էր նրա արվեստի շարժիչ ուժը, իսկ մետաֆիզիկան ստեղծագործությունները մեկնաբանելու հնարավոր բանալին։ Այդ սյուրռեալիստական բաղադրիչը շատ ավելի ֆորմալ է, բովանդակային իմաստով, կոնցեպտուալ իմաստով, ամեն դեպքում այս աշխատանքները ավելի մետաֆիզիկական նկարչությանն են հարում, որը այսպես ձևավորված ուղղություն է 20-րդ դարի սկզբից։ Առաջին անգամ նաև կարևոր է ցուցադրում է իր վերջին նմուշը, որ այդպես մնացել էր հաստոցի վրա, ինքը չէր հասցրել ավարտել։ Ցուցադրված է նկարչի ավելի քան 80 ստեղծագործություն, որոնցից մի քանիսը արվեստասերին ներկայացվում է առաջին անգամ, այն կգործի մինչև սեպտեմբերի 27-ը։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։